ու թևավոր թրջուններ, երկրի թագավորներ և բոլոր ազգեր, իշխաններ ու երկրի բոլոր դատավորներ, երիտասարդներ և հույս աղջիկներ, ձերեր ու տղաներ, թող Տերոջը անունը օրհնեն, վասնզի միայն անունը բարձր է, անոր փառքը երկրի ու երկինքի վեր է։ Մեկը մնաց, որ պետք չէ Աստծո փառքը, ինչ բան որ կա աշխարհի վրա, երկինքի վրա, որ կտեսնենք, բարդավոր են Տերոջ անունը օրհնել եւ փառք տան։ Պիտի խնդրեմ, որ բոլորս ոտքի վրա ալան եւ մեր երկարաններում յետևի գտնված բաժնի 10-րդ հատվածը փոխադարձ կերպով պիտի գարտանք եւ աղոթքով պիտի շարունակենք։ Ուստի Քրիստոսին վրայով առաջին զորվելիքները ցկելով կատարյալին կանք։ Դուք ձեր անձին Տերը չեք, քանզի գնով ծախու առնվեցաք, ուստի փառավորեցեք Աստված ձեր մարմիններուն ու հոգիներուն մեջ, որոնք Աստծո են։ Արդ կհաճեմ ձեզի եղբայրներ, Աստուծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհը, սուրբ, Աստծո հաճելի, որ է ձեր բանավոր բաշտոնը։ Եվ մի կերպարանիք այս աշխարհին կերպարանքովը, ապա ձեր մտքին մեջ ինչը Աստծո կամքը, որ բարի ու հաճելի և կատարյալ է։ Ձեր անձերը Աստծո ընծայեցեք, որպես թե մեղելները ողջնցած, և ձեր անդամները արդարության գործիքներ Աստուծո։ Քանզի մեղքը ձեր վրա պիտի չիշխե, վասնզի օրենքի տակ չեք, ապա շնորհքի տակ։ Ինչպես ձեր անդամները անարարության համար ընծայեցիք բղծության և անարարության ծառաները լալու, այնպես հիմա ձեր անդամները սրբության համար ընծայեցեք արդարության ծառաներ լալու։ Այսօր ձեզ մեր իր կանքովը Տերոջ ընծատվող ով կա։ Եվ ոչ թե Ոչապ որ մենք կուսայինք, ապա անձերնից ալիմանք Տերոջը ու երկը մեզի Աստծո կանքովը։ Կանքովը աղոթենք։ Երկնավոր Հայր, որքան երախտաբար ենք այս հարավոտ և միշտ քեզ պարապանելու և մեր շնորհակալությունները հայտնելու քու ըրած բոլոր բարիքներոդ համար ամենեն կարևորը դեր օժարեցար քու միածին որդի Տեր Հիսուս Քրիստոս իջն է աշխարհ մարմին առնե ծնի մեծնա ցավի ճիշտ ինչպես որ մենք կցավենք որպեսզի հասկանա մեր վիճակը։ Աստվածը լալով այդ խոնարհությունը հագավդել, փառք տանք այդ կարգացությանը համար եւ շնորհակալ ենք Տեր Հիսուս զոհությանը համար։ Եկած ենք այս հարավոտ կանոնը բեծարելու, մեր շնորհակալությունը հայտնելու եւ քեզ պարապանելու եւ կխնդրենք որ Տեր ընդունիս մեր պարապանությունը, ընդունիս մեր աղոթները, որպեսզի Տեր զգաս մեր շնորհակալությունը առ Եկած ենք Տեր Հիսուս տգար մարմիններով, տգար հոգիներով, հոգնած վիճակով, որպեսզի քեզ մենք աստուրվենք եւ զորանանք Տեր։ Քանի որ թուն խոստացար, իմանոս ինչ որ խնդրեք, պիտի դամ ձեզի։ Տեր Հիսուս գիտես այդ ծրարի մեջի եղած բոլոր նյութերը, որոնք պատասխանվեցան, որոնք ոչ, բայց քո առջևդ կներկայացնենք Տեր, որպեսզի թուն անգամ ևս մեր բեզի դված խոստումիդ համաձայն քո առջևդ կներկայանանք եւ կխնդրենք որ քու բժշկարար, օրհնապեր ձերքդ երկնցնես եւ պատասխանես եւ կաղոթենք Տեր Հիսուս մեր սրահներս գանանցիկ որ
մտահոգված են, անկորձ են, տգար են, գարիք ունին, աս բոլորը դեր Հիսուս քո առջև կբերենք եւ կխնդրենք, որ դեր քո բարից եկող պատասխանես եւ գաղութենք Տեր Հիսուս, որոնք որ ճամփորդություններ ունին, որոնք որ տգարություններ ունին, որոնք որ հարցեր ունին դեր ընտանեկան թե գործի վերաբերյալ քո առջև կներկայացնենք դեր դու պատասխանես մասնավորապես գաղութենք մեր եկեղեցի վիճակին համար կխնդրենք Տեր Հիսուս, որ դու մեր եկեղեցին օրհնես, աջակողները օրհնես եւ դու Տեր Հիսուս մեզի հավատարիմ ծառաներ ունես, որովհետեւ ծառայենք, որովհետեւ այս եկեղեցին իր նպատակին գործե մասնաճյուղերը օրհնես, իրենց ծառայությունը օրհնես եւ իրենց չանքերը Տեր Հիսուս լման քու միջոցով իրենք զորանան դեր եւ գաղութենք Տեր Հիսուս աս տարվա վերջին ամիսը որ կողացենք եւ ուզենք որ Տեր Հիսուս անդրադառնանք ինչ ըրին քեզի համար այս տարվա մեջ եւ եթե դգարացանք դու մեզ արտընծնես եւ զորացնես որպեսզի մեր խոստումներուն դեր ըլլան քեզ մեզ սորվենք որ դու հավատարիմ ես Տեր եւ այսօրվա պաշտամունքը սկիզբ է մինչեւ վերջը ցերկը դառնես եւ որ խոսքդ կլսենք Տեր լսողներ չլան ալ խոսքդ կատարողներ լան եւ այս բոլորը կխնդրենք Տեր Հիսուս քու պարգի համար անունով ամեն գնանք Բարի լույս, ինչպես եք, Հարկ Աստծո, Հարկ Աստծո, հատ լավ երկա, չէ որ ասման, Հարկ Աստծո, ալելույա, Հարկ Աստծո, ալելույա, Հարկ Աստծո, ալելույա, Հարկ Աստծո, լավն էր, չէ? Հետի որ ձեր ձայները մի քիչ ավելի բացվի, որպեսզի ինչպես աղոթեց մեր եղբայրը, Տերոջը խնդրեց եւ ինչպես կարդացինք, որ Աստծո սրահները գանք փառաբանության հոգիով եւ ինչպես Աստծո խոսքն է մեզ ասում, որ բանի համար հոգ չանենք, հապա ինչպես փառաբանությունով, աղոթքով մեր խնդրածը Տերոջը հանձնենք եւ Տերը մեր սրտերը խաղաղությունով պիտի լեցնի եւ գիտեք, միայն խաղաղությունով չի, Տերը պատասխանում է, Տերը օրհնում է եւ դրա արդյունքն է, որ մեզ խաղաղություն ատելը շնորհում Փառքիր Սուրբ անվան։ Ամեն։ Okay. Չի լսում իմ ձայնս։ Լսում է։ Լավ, Փառք Աստծո։ Լավ, եկեք առաջի երգը ոտքի վրա երգենք։ Եկեք միասին Տերը պաշտենք, ու ալելույաներ բարձրացնենք։ Եկեք փառք տանք, ինչպես զորավոր ձայնով փառք Տերոջ։ Եկեք միասին Տեր պաշտենք, ու ալելույաներ բարձրացնենք, եկեք եւ փառքովենք զորավոր ձայնով փառք Տերոջ,
ոտքի վրա, ինչպես ցանկանաք, շարունակենք, հարկ եք հալել անով հետ, որ պրկեց ինձից արինով, ո ինչ պարքը իրեն էր հալել։ Այսօր իջի, որ սրբանանք, մխիթարվենք ու զորանանք, անձրագործ տաճար դառնանք, իջի հոգի քեզ հետ մենք միանանք։ Սուրբ տաճարը մաքուր պահենք, հոգու ձայնին հնազանդվենք, խորհուրդ առնենք, լսող լինենք, որ սուրբ կյանքը սիրով ապրենք։ Աղոթք է այս երգը, որ պիտի երգենք հիմա եւ միայն բառեր չկրկնենք, ապա իրոք սրտանց եւ սրտից երգենք, որ իրոք Սուրբ Հոգին մեզի ավելի զորացնի, ավելի լցնի, ավելի մաստունանի իր վարքին։ Oh
այս լույսը, Հիսուս։ Տեր Հիսուս Քրիստոս, եւ այս օրերի մեջ որ պիտի հիշենք իր ծնունդը, մեզի եկավ մեր Տերը, մեր Փրկիչը, մեր Մխիթարիչը։ Ամեն։ Զիս վարե հոգով Տեր բարբահեզիս։ Բարբահեզիս մինչև երբ մինչև վերջին կյանքիս։ Հասկացա, բայց երկը կարող եմ հարցնել ձեզ։ Բոլորդ էլ հասկացաք, ամեն Տեր օրհնի բոլորի, թող Տերը այո մեզ վարի, մեզ հոգով նորոգի եւ մեզի իրապես քարշ որսորդ անի ընտրելու մարդիկ եւ վկայությունները լանք շատ անհոգիներին եւ հրավիրենք եկեղեցի եւ Տերը օրհնի բոլորի։ Ալեքսանդր կմիանաս ինձ էստեղ այս բանին զոհաբերության խոսքը պետք է կիսվենք եւ մեր պատաններից, որ ապարտել այն հիմա երիտասարդ է, Ալեքսանդրը մեր հետ պետք է կիսվի այսօրվա զոհաբերության խոսքը։ Body loose. Today I will be reading from Acts chapter 1 verses 6 through 11. Գործարակելոցի առաջի գլխից Then they gathered around him and asked him, Lord, are you at this time going to restore the kingdom to Israel? He said to them, it is not for you to know the time or dates the Father has set by his own authority, but you will receive power when the Holy Spirit comes onto you, and you will be my witness in Jerusalem, and in all Judea and Samaria and to the ends of the earth. After he said this, he was taken up before their very eyes, and a cloud hid him from their sight. They were looking intently up into the sky as he was going, when suddenly two men dressed in white stood beside them. Men of Galilee, they said, why do you stand here looking into the sky? This same Jesus who has been taken from you into heaven will come back in the same way you have seen him go into heaven. Now, I just want to quickly explain what this verse means. Ուզում եմ հիմա կարճ ձեզի ամփոփեմ այս համարը, որ առաջի գործարակելոցի 16-ից 19-ն էր, որ հայերեն կարող կարդալ։ And how, what ways we could apply this to our own lives. Ինչպես կարող մեր կյանքի մեջ օգտագործել։ When I read Acts chapter 1 verse 6 through 11, the first thing I noticed is 6 through 11. 6 through 11 11 is how the disciples were more focused on the politics of Israel, when they wanted to restore Israel, rather than just listening to Jesus and being directed to what Jesus wanted. Աշակերտները սկիզբը ավելի քաղաքական ձևով էին տեսնում, որ ոչ թե Իսրայելը վերականգնվի որպես երկիր, այլ հոգևոր դաշտի կողմից։ Jesus says it's not knowing about the exact time, but when it's the Lord's time, when it's the Ոչ թե մեզ համար կարևոր է ժամը իմանալ, այլ Տերը գիտի ժամի վերադարձի։ He tells us we have to be ready and empowered, because that's when the Holy Spirit is in us. Մենք պետք է պատրաստ լինենք միշտ զորացած Սուրբ Հոգով։ This is the power that actually
gives us the strength to go out and witness. Այս զորությունն է, որ մեզ պետք է, որ մենք գնանք եւ հաղթահարենք Տիրոջ թագավորության մեջ։ And the way we could apply this to our lives is it teaches us two important very things. Եվ ինչպես մենք կարող ենք այս զորությունը օգտագործել մեր կյանքի մեջ, երկու կարևոր կետեր կան։ First of all, we don't have to stress about having all the answers or knowing like exactly what God wants us to do because of course everything is in the Lord's will and God's timing is perfect no matter what. Առաջինը կարիք չունենք հոգս անելու, որովհետև Տերը ամեն բան գիտի եւ ինքը մեզ առաջնորդի մեր քայլերն ամեն օրվա։ Second, we are called to take action where we are, not just wait around and hope something lucky happens to us. Երկրորդն էլ, որ մենք քայլեր գցենք, ոչ թե նստենք եւ սպասենք, որ մի բան ինքնուրույն լինելու է։ God always wants to help you, but how is God going to help you if you don't even want to help yourself out? Աստված ինչպես կարա մեզ օգնի, եթե մենք չենք ուզում մի բան անենք մեզ օգնելու։ For me personally, that means focusing on what I can control, whether it's the gym, school, or my job. It just, you have to keep working hard and remember God's there no matter what. He's not just going to leave you, but God rewards those who keep him first and God rewards those who work very hard and they want to see results. That's where God is there every single step of the way. Amen. And մի հատ ամփոփ փորձեմ այդ բոլորը իմ կյանքիս մեջ ասում եմ ես ինչ որ կարամ ես իմ ձեռքիցս գալիս ա թե իմ աշխատանքն ա թե մարզանքն ա թե ինչն ա ես ինքս էդի անեմ բայց եթե մենք վստահ ենք Աստծուն Աստված մնացած բաներ մեր կյանքի մեջ կառաջնորդի like the disciples, I can rely on God's guidance and take steps forward. Ինչպես առաքյալները, ինչպես աշակերտները վստահեցին Հիսուսին, ես էլ նույնպես Աստծուն եմ վստահում, որ իմ քայլերից առաջնորդի instead of just hoping something lucky happens to me one day rather than trusting the Lord's will. Ոչ թե բախտի սպասեմ, այլ Տիրոջ վրա վստահեմ։ With all that being said, I want to just close it out with a quick prayer. Եվ աղոթքով փակեմ։ Տերս փառքին տալի շնորհակալ ենք որ բոլորին ապահով բերել ես ստեղ շնորհակալ ենք որ խաչի վրա մեր մեղքերը ներեցիր Տեր աղոթում եմ որ ապագայում ես եկեղեցին կարաս մեծացնես եթե քո կամքն է Տեր աղոթում եմ եթե մարդկան որ հիվանդ են թե ուրիշ sickness այդպես բաներ աղոթում եմ որ իրանց կարաս բուժես Տեր աղոթում եմ, որ մեր Հայաստանին է կարաս նայես Տեր, աղոթում եմ, որ բոլոր աշխարհին կարաս նայես Տեր, և աղոթում եմ, որ քեզ չի գտնել Տեր, աղոթում եմ, որ of course քեզ կարան գտնել Տեր, շնորհակալ ենք ամեն օրհնությանի համար Տեր և Հիսուսի անունով ամեն։ Ամեն, ամեն։ Մայք երբ այս ակցիայի առաջ կարակ գա։ Այո, սիրներ, մեր պատանիները արդեն կամաց մեծանում են և ինչպես իր խոսքը ասեց, հետաքրքիր է Ալեքսանդր Scripture picked արդեն աղոթք արեց եղբայրը You will pray. Աղոթեցան։ Բարիլույս բոլորին, կվստահեցել եմ այսօր աչքս լավ է, ամենում գտեստամ և ամենն ալ դնեցիներ են, բարի ես եկայց այս արաղոտ, դերոջը դնը, միաստապար դերը բաշտերում,
մի քանի հայտարարություններ դերը գամի այսօր պաշտամունքեն վերջ պիտի մնանքոս մեր անդամական ժողովը դեղության ժողով է։ Մենք կովիդեն առաջ տարին 2 անգամ անդամական ժողով ունենային։ Դեկտեմբերին և փետրվար մարտ ժամանակներում։ Դեկտեմբերին ընդհանրապես դարվա ընթացքին դեղություններ տարբեր մասնաճյուղերում մեր դարվա ընթացքին ինչ եղան և ինչ կսպասեինք և ինչ ուզենք ընել, ամեն մեկ մասնաճյուղ իր բաժինը կվերցներ և հարցումներու արին տալ կուտանք, որ ինչ թելադրություններ կա եկող դարվա համար կամ կաղապարներ, որ օգտակար կլա անդամներուն կողմէ, այսօր պիտի ունենան գալի, պաշտամունքը վերջարան վերջը դուրս միչելանք, որ սեղան պիտի տրվի և ինչ պիտի ուտենք, և աս օրացույցները գիտեք չէ, որ դարվա 365 թերթեր կանոս, որ ամեն մեկ օրը համար մգա, շատ գեղեցիկ բան է, որ և որ օրը կհանես, ասո խոսքը կգարտաս, և օրը ադով համարին վրա կմրապես, կորոջաս, մեդիտեյտ կնես, ասո խոսքը կու ճամպատ կուղ է, օրվա մեջ կեզի ակվերեն գսեն, keeps you insane, ասո խոսքը, լավ կկշես, արակ չես կշեր, ասո խոսքը նոր կարտացել ես, լավ բամն է, որ դեկտեմբերին գելա և ասի հադը $7 է, որոնք որ մայրամ կույրին մոդեցեք կրնակստանա։ Հայերեն է, հայերեն է։ Գիտեք, ես ասի որ ծեզի արդեն դեկտեմբերը վերջին ամիսն է և այսօր առաջին գիրագին է, որ դեկտեմբեր կգողեն 3 շաբաթեն աստարին կվերջանա։ Հաղորդենք, որ և մեր կյանքերը, որ աստարվա ընթացքին ինչ կնային կնել և ինչ չրինք։ Մեկ բամը ես, և որ Ալեքսանդրը հոս պեմի ելավ, մեջես զվարջություն մի ելավ, կանի որ Ալեքսանդրը ձնավն է, ես հիվանդանում չեմ դեր, կացիկ հիվանդանում չի կացիկ, կամ կացիկ։ Նոր բեբի էր, բայց եկեղեցին մեջ մեծա, հավադարին գիրակնորյա աջաղեց, և դերը իր կյանքի մեջ կգործել, ինչպես բոլոր անոնք, որ իշեմ ես 12 տարեկան էի, գիրակնորյա գված էի, և մեր ընտանիքի մեջ միակ ես էի։ Արջևս ընտանիք մկալելով եկեղեցի եկտակ, կճանչնամատի, 3 հատ զավակ ունել, ամեն մեկուն ցերկը բռնած էին, եկեղեցի գտնային։ Սանկեցա, շատ հիաստապեցա, ես ինձի խոստում դվի Աստծո, սիրով ասված, եթե ես մեծնամ և ամուսնանամ և զավակներ ունենամ, ասնդանիքին մեծ ձերքերեն պիտի բռնեմ եկեղեցի պիտի կարեմ։ Այդ խոստումը դվի և ասված ինձի ուժ դվա, 3 հատ զավակներ ունեցա և 3 զավակներն եկեղեցի մեջ մեծուցի։ Աստծո փառք կլա, բամը չստիպեցի, զավակներս ամենն ալ Աստծո կծարայեն և
Ինչպես կտեսնանք, որ եկեղեցի մեջ մեծնես, Աստված իր գործը գտնե։ Թող դեր օրհնե ամեն զավակներ, որ դերոջը դուրի տան մեջ կապրի եւ իրակնորյա կհաճախեն։ Մենք ծնողներս բարդագար ենք, որ մենք մեր զավակներուն գլուխը չօգնեցնենք, բայց ցկենք, որ Սուրբ Ոգին իրենց բացադիուր դիլա եկեղեցին եւ մենք օրինակ պետք է ելնա։ Երրորդն է Արթուր ջան, Ռիմա ջան, որ դերոջը ճամփաներում մեջ կմեցնեք եւ Աստված պիտի օրհնե այդ զավակները եւ դեսնան գադի դեր օրհնեցես։ Եսայագրքի մեջ համար ունենք այսպես է ասում Աստծո խոսքը, բայց հիմա ով Տեր, դու մեր հայրն ես, մենք կապ ենք և դու մեր բրուտն ես, ամենքս քու ձեռքի գործերն ենք, շատ մի բարկանար ով Տեր, ու մեր անօրենությանը հավիտյան մի հիշիր, ահա նայե կաղաչենք ամենքս քո ժողովուրդն ենք, մենք հայր ունենք երկնքում և այո, եթե ունենք սխալներ, տկարություններ, այս երգը մեզի ասում է change my heart, O God, make it ever true, ով Աստված մեր սիրտը փոխի և ինչպես բրուտը կավը իր ձեռքի մեջ առնելով շեփ կնե և ձևի կբերե, սա այս երգի խոսքերն են և աղոթքի ոգիով երգենք և եթե ունես և կուզես ավելի Տերոջը նվարվիր, սիրտը փոխվի, ահա աղոթ քեզի Աստված բարձրացրու և Տերը քեզ թող օրհնի այս երգի միջոցով։ Change my heart, O God, make it ever true. Change my heart, O God, may I be like you. You are the potter, I am the clay. Mold me and shape me, this is what I pray. Change my heart, O God, make it ever true. Change my heart, O God, may I be like you. You are the potter, I am the clay. Mold me and shape me, this is what I pray. Change my heart, O God. Change my heart, O God. Make it ever true. Make it ever true. Change my heart, O God. Change my heart, O God. May I be like you. May I be like you. Հալելույա։ Ինչպես եք սիրելիներ։ Արկածություն։ Այո, ինչպես որ վաճ եղբայրը ասեց, երբ որ տեսնում ենք մեր Կիրակնովյայի երեխաներին դառնում են պատանիներ, պատանիներից հետո դառնում են երիտասարդներ և մեր աչքի դեմը մեծանում են։ Հետո մենք մեզի նայում հայերի մեջ, ասում ենք, ես ինչ կարող ենք, մենք ուր հասանք։
Ակտիրոջը։ Ինչպես է գոհաբանության օրը։ Բոլոր լավ կերասկաված եք երևում։ Everybody had a good Thanksgiving? Thumbs up, Sam? Absolutely. Շատ լավ, ակտիրոջը։ Մի կողմից էլ տիրոջը փառք տվեցինք, շնորհակալություն բարձրացրեցինք Աստծո համար, բացի հնդկահավից երևում ուրիշ բաներ, չէ՞։ Այ կարևորը բան է։ Եկող Կիրակի օրը մեր եղբայր Զարե Աստուրյանն ա լինելու մեր մեջ, ինքն առաջնորդելու պաշտամունքը, Տերոջ զորավոր խոսք ունենա, ես միշտ, հենց որ գալիս է միշտ սիրտս պատրաստում, Տեր խոսանք, քարոզիչի միջոցով խոսանք, եւ Տերը գիտեք ինչ, թե քարոզիչի միջոցով, թե Ալեքսանդրի միջոցով բոլորիս հետ խոսում է։ Ու երբ որ Ալեքսանդրը սկսեց խոսք իսպել առաջյա գործ առաքելոցից, նույն խոսքը ես պիտի քարոզեմ այսօր, նույն համարից չէ, բայց իր երկրորդ գալուստի մասին։ Եվ որ ասեց, միայն չլսենք, այլ գործը կատարենք, այսօր եղբայրներով դա ենք աղոթում այսօր։ Ինչը դա թե ինչպես Տերը հոգով նույն ձև շարժվում է բոլորիս հետ։ Եվ յուրահատուկ է, ինչպես in the background God is working։ Մենք մեր հասկացողությամբ մեր գործերը անում ենք, բայց Աստված շարունակ իր գործերն անում։ Մենք կարող ենք վիդեոն սրանով միանում է։ Եվ հենց այդ խոսքի վրա, ինչ է։ Եթե այս հարցին գիտեք, ամերիկյան ֆուտբոլիստ Թիմ Թիբո, ինքը իր աչքերի տակը սենց հովանու 3-16-ը կոլեջ խաղալուց միշտ կդներ։ Ու արդեն իրան բոլոր աշխարհում են ճանաչում ինքը շատ գոյակապ հայտնի ֆուտբոլիստ, հետո պրոֆեսիոնալ դարձավ եւ խոսում է մի խաղի մասին, այստեղ կարճ վկայություն, որ շատ անգամ մենք չգիտենք ինչ է կատարում, բայց թողը մնացածը ինքը խոսի։ Եթե ուղղակի դիտած You know what happened?
ինքը ուղղակի իր խաղը խաղաց։ Հովանու 3:16 եւ ամեն ինչը այդ երեկոյի 3:16, 3:1, որը անհնարին է։ It's impossible. Ուզենաս չես կարող անես։ 90 միլիոն մարդ Google-ն արել Հովանու 3:16 այդ օրը։ 90 միլիոն։ Մի հատ աչքի տախով Հովանու ջան 3:16 գրելով։ Հալելույա, փառք են տալիս քեզ մեր Տերին Փրկիչը, շնորհակալ ենք քո ողորմության, քո շնորհքի համար, շնորհակալ եմ Տեր այսօր քո խոսքն եմ կարողանալու մատուցել եղբայրներիս քույրերիս եւ Տերի Աստված խնդրում քո սուրբ հոգու առաջնորդությամբ օգտագործես ինձ եւ մատուցեմ այս խոսքը եւ Տեր ինչպես որ աղոթեցինք եղբայրներով, ինչպես որ Ալեքսանդրը կիսվեց, ոչ թե միայն լսենք այս խոսքերը, այլ let's put wheels underneath these words. Ամեն խոսքը կարևոր է, բայց եթե խոսքերը հրճակենք եւ քայլեր չանենք, խոսքը օդում կգանի։ Տերի Աստված այս խոսքը լսենք եւ մեր մեջը տպավորվի եւ կատարենք Հիսուսի անունով խնդրում։ Ամեն։ Ամեն։ Շարունակում ենք Ղուկաս 12-ը սիրելիներ եւ մնաց ընդամենը 2 անգամ։ Այս անգամ եւ հաջորդը եւ վերջի կիրակին էլ որպես սուրբ ծնունդի կիրակի պատանիներով, իր կիրակնորիայով, մերնոցով, բոլորով կտոնենք այդ գեղեցիկ օրը։ Այսօրվա քարոզի վերնագիրը Արթծիր, wake up։ Կարդանք Ղուկասի 12 գլխից 35-ից 48-ը ապա թող ձեր գոտիները կապված լինեն ձեր մեջքերից եւ ճրագները վառված։ Եվ դուք նմանվեք այն մարդկանց, ովքեր սպասում են իրենց տիրոջը, թե երբ նա կվերադառնա հարսանիքից, որ երբ նա գա եւ դուռը թակի, անմիջապես բացեն նրա առջև։ Երանի այն ծառաներին, որոնց Տերը երբ գա արթուն հսկելիս կգտնի նրանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե գոտին մեջքից կկապի նրանց սեղան, կնստեցնի ու առաջ գալով կծառայի նրանց։ Եվ եթե գա երկրորդ հսկումի պահին կամ գա երրորդ հսկումի պահին, այսինքն գիշերվա ժամեր են, third watch, second watch, ու գտնի այնպես երանելի են այն ծառաները, բայց այս էլ իմացեք, որ եթե տանուտերն իմանար, թե գողը որ ժամին է գալու, արթուն կմնա եւ թույլ չտա, որ իր տունը մտնի։ Ուրեմն դուք էլ պատրաստ եղեք, որտեղ մարդու որդին կգա այն ժամին, երբ չեք սպասում։ Չեմ կարդալ բոլորը, քարոզի հետ ժամանակի իր հետ քիչ կկարդամ ձեզ հետ կկիսվեմ։ Առաջին ասումը թող ձեր գոտիները կապած են loins անգլերենով, որտեղ տղամարդիկ երկար էին հագնում։ They wore long robes եւ շարժվելու գործանելու համար բարձրացնում էին, կապում էին կողքից։ Պասկալը խոսք ուներ, ասել ապիերտա դե սինտա, գոտի պնդացրու, ասեցի Պասկալի։ Մի հատ երիտասարդ կասեցի, ես իրան կամ միշտ գալիս եմ նույն մեղքի մասին խոսում, որ չի կարող անում իրանց զսպի, աղջիկները ասեն, նենց աղջիկներ բան, մեկ աղավ, երկու անգամ, երեք աղավ, ասեց նեսես։ Tell him ապիերտա դե սինտա։ Դա նշանակում է գոտի պնդացրու, ասենք տղամարդ տարի, հեր տարի։ Ստեղ են ասում, որ պնդացրու գոտի, ինչու լրջանանք իրոջ երկրորդ գալուստի համար։ Երբ որ ես համարը կարդացի ես շուտ բանից, երբ որ Տերը այս ենազը տվել էր Ղուկաս 12-ի, այսպես կարելի ասեմ, when I had the dream on Luke 12, does it mean God is saying I'm coming during your lifespan, there says, or live your life as if I'm coming during your lifetime? Ինչպես է Տերը երբ որ երազը տվել, ներսես ես երազը ես տալիս եմ այս համար դու ունես, հիմա ուրեմն ես քո կյանքի ժամանակին եմ գալու վերադառնալու, թե ապրի քո կյանքը ինչպես որ ես հեսա գալու քո կյանքի ժամանակին։ Մենք բոլորս եթե ասեի,
Պատրաստ եք, որ Հիսուսը այս գիշեր գա։ Ասենք չսպասել մի քանի գործեր ունեմ անելու կգաս։ No, ոչ մեկը չենք ասում, որ հենց այս ինքուն կգա, ժամերը մենք որոշենք, երբ կգա, այս ինչը չի եղել, ինչը չի եղել, դեռ չի քարոզվել, այս ինչ տեղում դեռ չի հայտնության վերքի մեջ ասում է հրեշտակը գնալու է եւ քարոզելու է Աստծո խոսքը բոլոր տեղերում, որտեղ որ չի քարոզվել։ Շատ անգամ ես լսել եմ մարդիկ ասում են դեռ այս ջունգլիներում չի քարոզվել, այս աշխարհի ծայրը չի քարոզվել։ Հրեշտակը վերջի օրին քարոզելու է խոսքը։ Աստված արդար Աստված է, he's a righteous God։ Անարդար ձևով չի դատել մարդկանց։ Ում որ խոսքը չի ասել, հասնելու է։ Կարևորը ովքեր, որ մենք եկեղեցին, որ խոսքը հասել է, արդար եւ կատարող խոսքը լինի։ Կարդալով 35-ից 40 համարը Հիսուսը երբ որ ասեց, Jesus always said, he will leave this world but will return at some point in the future. Ապագայում մի ժամանակ կգա, որ Հիսուսը վերադառնալու է։ Գիտեք, չէ՞։ Մենք այստեղ հավաքված ենք այդ հույսով, որ նա գալու է, թե մեր կյանքը, մեր աչքերը կտեսնի դա, թե չէ, կարևոր չի, կարևոր է, որ այս համարը մեզ սովորեցնում է, որ մենք մեր կյանքը ապրենք այնպես, որ հեսա դուրը խփելու է, բացենք Հիսուսն է մտնելու։ Եվ ասում է գնացինք, պատրաստ ես, թե դուրը խփելու է, բացող չկա, որտեղ մենք քնած ենք հոգևորապես։ Are we sleeping spiritually or are we awake? Which one is it? Are we occupied doing this, that, and our doors are shut? Սպառված ենք այս զբաղ կյանքով, մեքենայով քշելով գալիս եմ աղջկաս հետ խոսում եմ եւ այդ ամիքս գալիս, այս երկու մասն եմ մտածում, այն երկու մասը որ չկան զբաղված են, որ չեն կարող ժամանակ չեն տրամադրում որ գնան կիրակյուրը եկեղեցի։ Հոգնած են լինում աշխատելու գիշերները չեն կարողանում առավոտը գան եկեղեցի։ Այո, հատկապես այս քաղաքը անցալում է նշած կամ Schatzbach, it's a very busy city. It occupies our life. It keeps us so busy and it is exactly what it wants to do is to keep us from the Word of God. Ishkan karamezi herupai Աստծո խոսքից, այս մեր ամեն օրվա զբաղությունը կպահի։ Նայեք ինչ ասում Մատթեոս 24-րդ գլխի 25-ից 27 համարները. In Matthew chapter 24 verses 25 and 25 through 27 I should say. Ահա ես ձեզ սկզբից ասեցի, I told you from the beginning. Ուստի եթե ձեզ ասեն, ահա նա անապատում է, այսինքն Հիսուս անապատում է, դուրս չգաք։ Ահա նա ներքին սենյակում է, չհավատաք։ Let me pause. Այս համարը գրված է 2000 տարի առաջ։ Եհովա վկաները մոտապես մի 150 տարվա մոտորապես կյանք ունեն։ Քիչ չափից։ Դուք գիտեք օրինակի չեն ասում, որ Հիսուսը մի սենյակում պահված է։ Դա գրված է 2000 տարի առաջ, որ դուրս է գալու, հայտնվելու է։ Իրանց համար։ Նայեք քանի տարիներ, ոնց որ իրանք գան հակարտի մեջ գցեն։ Որովհետև ինչպես կայծակը դուրս է գալիս արևելքից եւ երևում մինչեւ արևմուտք, այնպես է կլինի մարդու որդու գալուստը։ He's gonna show up. Որ կանգնած էին ասես նայում էին բոլորը 500 հոգի։ His վերջի, his final goodbye. Կանած բոլորին ասեց ու սենց էլ ապել է Հիսուսը։ Բոլորը ասեց կանած է հրեշտակի ինչ ասել, ինչ եք նայում։ Ոնց գնաց, հենց էլ գալու է։ Երկրորդ գալուստին դուք սկսեք պատրաստվելը։ Պատրաստվելը ոչ թե պատրաստվել հոգևորապես։ Հոգևորապես աճել, Աստծո խոսքը կարդալ, կմեն աղոթքի ժամը շատացնել։ Մենք եղբայրության աղոթքը 3 հոյակապ էր։ Բավականին է, եկել են լավ աղոթքի ժամ անցկացրեցին, վկայեցին, գեղեցկացեցին, եղբայրները վերեցին, ամեն ինչ դասավորեցին, տեսնում եք, գեղեցկաց պատրաստ են։
տոնելու Տիրոջ ծնունդը։ 40-րդ համարը ուրեմն դուք էլ պատրաստ եղեք, որտեղ մարդու որդին կգա այն ժամին, երբ չեք սպասում։ Հիմա, when Jesus returns in an unexpected time, it's not for him to trick us or to say surprise. It's that he can catch us, not even to catch us sleeping. Ոչ թե որ այն ժամանակ կա, որ մենք չենք սպասում, որ ինչա մեզի բռնցնի։ No, դրա համար չի. In fact, it is more people we can have the opportunity to follow him. Նայեք առաջի Պետրոս, երկրորդ Պետրոս, 3-րդ գլխի 9-րդ համարը ինչ ասում։ Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես ոմանք ուշացած են համարում, այլ երկայնամիտ է մեր նկատմամբ, չի ուզում որևէ մեկը կորցվի, այլ որ ամենքը ապաշխարության կան։ This is our opportunity. Ձեր հիմա մարդիկ նույնիսկ իրենց տան մեջ, որ ամբողջ տարի եկեղեցի չեն գնում, պատրաստվում են եկեղեցի գալ Սուրբ Ծնունդի համար։ Christmas եւ մեկ էլ զատիկին լավ սիրուն գալիս են իրանք եկեղեցի։ Հրավիրելու ժամանակն է եւ թողեն, որ այս խոսքը խոսի ինձ հետ։ Աղոթեք մարդկանց համար, որ դուք ուզում եք ապաշխարել։ Աղոթեք այն մարդկանց համար, որ դու աղոթել ես տարիներով եւ միգուցե հոգնել ես աղոթելով։ Միգուցե հույսը կորցրել ես այդ մարդու վրա։ Միգուցե սա է իր աստվածային ժամանությունը։ Բայց մենք, for people who are ready for his return, we are not fearful. Ոմանքը ոչ, պատրաստ են իր վերադարձին, վախով չենք լցված. We are not fearful, but ready to witness, պատրաստ ենք վկայելու. Not worried, չենք մտահոգված, but ready to trust in him, վստահելու. Not greedy, ագահ չենք, but generous, տվող, առատաձեռ. Not lazy, ծույլ չենք, աշխատասեր ենք, be diligent. Սա կարևոր է հոգևոր եկեղեցին լինի։ Մենք այսպես պետք է լինենք Աստծո խոսքի մեզ սովորացումը։ 42-ից 44 համարները կարդամ Ուգասի։ Եվ Տերն ասաց, ով է այն հավատարիմ իմ իմաստուն տնտեսը, որին Տերը կարգեց իր ընտանիքի վրա, ճիշտ ժամանակին իրենց բաժինը կերակուրը տալու համար։ Երանի այն ծառային մենք ենք, որի Տերը երբ գա, նրան կգտնի այնպես անելիս, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կառավարիչ կնշանակի իր ամբողջ ունեցվածքի վրա։ Jesus promises a reward for those who have been faithful to the master. Տերը խոսք է տալիս այստեղ, որ նա ունի մեզ համար ինչ վարձատրություն։ Երբ ասում ենք վարձքը կատարելի, չէ՞։ Վարձատրություն ունի։ Jesus said, if we look for rewards now, we will lose them later. Եթե հիմիկ բան վարձքին ենք, ման գալիս,
մեր փառքն ենք փնտրում, մենք կկորցնենք հետո։ Մարկոսի 8:36-ի մեջ, նայեք ինչպես ասում, որը Մատթեոսի մեջ կա, Ղուկասի մեջ կա, 8:36, քանի որ ինչ օգուտ մարդու, եթե ամբողջ աշխարհը շահի եւ իր անձը փորձի։ Տեսնում եք, չէ՞ 4 կողմ այսօր մեր կյանքի ագահությունը, փողի համար եւ այլ աշխատեք, բարգավաճեք, օրհնվեք եւ օրհնեք։ Հետաքրքիր մի հատ համար կար 5 տականի մեջ, եթե չեմ սխալվում Երեմիայի մեջը, ասում է, որ երկիր, որ դուք գնաք, որտեղ շատ անգամ բեկալում են, գերի են տան, ասում է, աշխատեք այդ երկրում, բարգավաճեք այդ երկրում եւ օրհնեք այդ երկիրը։ So here we are, Amerikայի մեջ ենք։ Work. Enjoy the fruits of your labor, խոսքը ասում է։ Enjoy the fruits of your labor. Be blessed and bless. Երկիրն էլ օրհնիր, շրջապատդ էլ օրհնիր, եկեղեցին օրհնիր։ Ծառայություններ օրհնենք։ Միշտ մտածեք ինչպես կարող ենք մենք օրհնել, how we can bless in our surrounding. Our heavenly rewards will be the most accurate reflection of what we have done on earth. Ամենահոյակա վերադարձը, որ Տիրոջից մենք ստանանք, ցույց կտա, երբ որ մենք հագնական կյանք գնանք։ Ինչ գործեր մենք արեցինք այստեղ այս աշխարհի մեջ. And they will be for greater than we can imagine. Եվ ավելի ու ավելի մեծ մեր պատկերացածից ավելի։ Եվ ուզում եմ վերջապես 48-րդ համարին գնանք Լուկասի, որտեղ սա վերջի համարն այս passage-ի մեջ է, իսկ նա ով չգիտենալով ծեծի արժանի արարք կատարի, քիչ ծեծ կուտի, որովհետև ում որ շատ է տրված, նրանից էլ շատ կպահանջվի, եւ ում որ շատ է հանձնարարված, նրանից էլ ավելի կպահանջվի։ Much is given, much is expected. Ում որ տրված է, հիմա ինչն է տրված։ Jesus is showing us how to live until he returns. Ինչպես մենք ապրենք մինչև իր վերադարձը։ We must obey his command. Մենք իր խոսքին, այս Աստվածաշունչին պետք է հնազանդ լինենք, սիրելիներ։ Նայեք, ասել եմ անցյալում, ասեմ նորից։ Ամենաբարձր երկրպագություն, փառատանությունը հնազանդությունն է։ The greatest worship is obedience. Obedience. Խոսքը մեր հեղինակն է։ This is our author of our life. If this is not our author, we need to repent. Ապաշխարության կարիք ունենք, եթե սա չի մեր հեղինակ կյանքի։ This has to guide us. Սա պետք է որ մեզ առաջնորդի։ Եթե սա չի առաջնորդում, ուրեմն աշխարհն է առաջնորդում։ Աշխարհն էլ առաջնորդվում է չարի, սատանայի ձեռքի մեջ լինելով։ This type of attitude are especially necessary for leaders. Մենք առաջնորդներս, թե աշխարհի, թե ընտանիքի մեջ, թե եկեղեցի մեջ շատ կարևոր է, որ մենք քրիստիան, Քրիստոսին նման, little Christ, քրիստոնյա բառը մենք իսկապես այդ հագուստը ճիշտ ակնենք։ Մեր հայր մեր ծառայության մեջ, Ամերիկայի մեջ team focus էր կոչվում, ասում էր Mike Garfield-ը տնօրենակ ասել, wear your uniform right. Wear it with pride. Այդ մայքան, որ հակած ես, վրեն գրած է team focus, հպարտությամբ հակի, ճիշտ հակի, ինչ է ուզում ասել, երբ որ մենք հայրում ենք համասարանի մեջ բոլորով, երբ որ մենք մտնում ենք ուտելու ճաշարանում, շնորհակալություն խնդրենք, թող իմանան, որ team focus-ն էր այստեղ, team focus ունի երիտասարդներ, որ հայր չունեն, բայց տեսեք մենք իրենց վարկը ինչպեսն է, նույնպես է մենք պետք է քրիստոնյա հագուստը այնպես հագնենք, որ նայեն կողքից ասեն, ահա, ինչպես որ գործարակելոցի մեջ գրած ասում սրանք քրիստոնյաներն են ծաղրակով,
փոքրիկ Քրիստոսները, երբ որ Հովհաննեսը եւ Պետրոսը մտան լրիվ խելացիների, սադուկեցիների, փարիսեցիների ներկայությամբ եւ իրենք սկսեցին բերանները բացել, սկսեցին խոսեցին Հիսուսի սովորածածները, ինչ ասեցին այս իմաստունները, որտեղից այս ձկնորսներին, որ ընդհանրապես մի երկու ձուկ էին բռնում, գնում էին շուկան, ասում էին ձուկ են ծախում, ձուկով աղում ձուկ։ Այդ էր Հովհաննեսի ու Պետրոսի աշխատանքն իրենց կյանքի։ Ձուկ են ծախում, Պեպանով ա տեսեք ինո, Պեպանով։ Ձուկ են ծախում մեջը, չէ, ձուկ են ծախում, ով ա ասում։ Պեպո։ Դե Պեպոն կինոնա մեջը Պեպան են ասում, էլի։ Ձուկ են ծախում, այդ է, ձկնորս են։ Բայց ասում են սուրբից իրաց ես խելացիությունը, որտեղից է, որտեղ իրենք այդ քրիստոնյա հագուստն էցին հագել, որ առանց նույնիսկ իրենց ասելու, ահա, սրանք Հիսուսի հետ են եղել։ They were with Jesus, որտեղ իրենց վարկը այնպիսին էր, իրենք այնպես են իրենց պահում, կասկածանք չկան, որ բարաս, եթե մի հատ վիդեո կամերա է մեզի, միշտ շարունական, մեր ավտոյի մեջ նա վիդեո կամերան, եթե ավտոյի մեջ վիդեո կամերա կասած ինչ վայրենի մեքենա շորա, հետևը պապայի ֆրեյմ ունեմ, smile, Jesus loves you, գնաց, ինչպես ենք հակնում մեր հագուստը, how do we wear our Christ? The more resources, talents, and understanding we have, the more we have responsibility to use them effectively. Աստված տալիս ամենից ինչ որ մեզ պետք է։ Ինչպես ենք մենք Աստծո տվածը օգտագործում։ Resources, կարա ֆինանս լինի։ Ժամանակը, one of the biggest things որ չենք ասում, որ ժամանակ ինչքան կարճ է։ Ամերիկայում խոսքը գիտեն, time is money։ Աստծո թագավորության հետ է շատ կարևոր է։ God will not hold us responsible for gifts which has not been given us. Աստված մեզնից պահանջ չունի, չի սպասի մեզ այնց, եթե մի բան չի տվել։ Եվ վերջին նախադասությունը. But all of us have enough gifts and responsibilities to keep us busy until the return of Jesus. Ամեն մեկս էլ մեր բաժինն է։ Դրա համար կոչվում ենք եկեղեցի, մարմին, գլուխը Հիսուսն է, Տերը կանչ է տալիս հովիվին, հովիվը ունի հոգեբարձություն, ունի եկեղեցի, ունի ծառայողներ, և բոլորս իրար հետ դառնում ենք մեկ մարմին, մատները սկսում են իրենց գործած անել, աչքերը սկսում են իրենց գործ անել, բերանները սկսում են իրենց գործերը անել, ամեն մի անդամ իր տեղն է անում։ Եվ երբ որ մենք չանենք, ինչ որ պետք է անենք, որևէ մեկը կարող անում։ Որևէ մեկը կարող անում։ Let's wake up. Ոնց է երկը զարդնիր լավ, մարդնին քեզի, yeah, let's wake up. We have to wake up. We might wake up now and go back to sleep after we leave church. We might wake up now and then go back to sleep tomorrow. We might wake up, don't go back to sleep. Հետ չգնաս ու քնես, արդեցից, միշտ զարդնացերի, always be awake. Մտածի չորս կոմը, ոնց կարող։ I'm always thinking that շատ անգամ եթե մենք անիրներ չտնենք այս խոսքերի տակը ոչինչ չի լինի։ Ոչինչ չի լինի։ Օդից մարդ չի մնալ ուստեղ։ Ով որ ստեղ եկել է մեկը քեզ հրավիրել է։ Somebody invited you for you to be here. Since մի հատ երկ կա, շատ եմ սիրում ես երկը, մի անգամ ես երկը մեկը նես լավ էր երկում, որ երևի մի 15-20 անգամ իրար վրա դնում է իրար, երկը վերջանում ես եմ իսամ, երկը վերջանում նորից playing this song over and over, սկսեցի լացել, I have decided to follow Jesus. I have decided to follow Jesus.
I have decided to follow Jesus. I have decided to follow Jesus. I have decided to follow Jesus. Don't carry back to me. Ոտքի վրա եթեք վերջի երկով, մոտության աղոթով։ Ով Հիսուս ինձ մոտ արի միշտին, առջևից քայլիր, արդևի տակ ամեն ժամ, իմ նամադի բարեկամ։ Եղբայրը այս երկի համարը դրվել համար ներսես, որտեղ միշտ ես երբ է ուզում։ Հալելույա։ Սերևներ, եթե մենք չհետևենք Հիսուսին, եթե մենք օրինակ չծառայենք Հիսուսին, մենք չենք կոչվի Քրիստոսին։ Հալելույա։ Աստված օրհնի մեզ եւ պահի մեզ։ Աստված պայծառեցնի երեսը մեր վրա եւ ողորմի մեզ։ Աստված բարձրացնի երեսը մեր վրա եւ տա իր խաղաղությունը։ Տեր օրհնի ձեզ առատապես Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն եւ ամեն։ Եղբայրները մի սեղան է գծնել, հանգիստ նստեցեք։
Գիտես որ Եղբայրներ քույրեր, ներողություն, մեկ վայրկյան, ուշադրություն, պիտի խնդրեմ, որ ներսես եղբայրը աղոտ մնե ուտելիքին համար և ուտելիքը դուրսն է, դուրսն արեք, կերեք կամ ներս եկեք, ոնց պիտի չել արջակը, դուրսն է ճաշում, աղոտ է, ձեկ հնրապ է։ Տերիմ աստված շնորհակալ ենք այս ուղղի համար, խնդրում եմ, որ օրհնես նամակը, օրհնես այն ձեռքերը, որ պատրաստել են եւ այս ժամը այս պահը Տերիմ աստված հանձնում ենք, որ ձեռքերի մեջ Տեր քրտիչ ես եւ խնդրում ենք, որ բոլոր քալիքավորներին հասնես հոգեորապես երթեսելու Հիսուսի անունով խնդրում ենք, ամեն։ Հրամեցեք դուրսը ճաշը վերցուցեք։ Where is that cat? Did you see where he's living? Yes. Cat. Big cat or small cat? What color is that cat? Black? Did you afraid from active? Bayram Kurinç mesaj.